Քրեագիր Սերգեյ Գալոյանը խոստանում է հանդես գալ սենսացիոն բացահայտումներով, ասում է, գիտի ու ապացույցներն էլ ձեռքի տակ են, թե ով է գողացել Ալեքսանդր Մելիքյանի $5 միլիոն հասնող նկարները։ Պարզապես անունը չի տա, քանի որ ըստ նրա գողն այժմ քաղաքականությամբ է զբաղվում ու նրա անունը Սերգեյ Գալոյանը կբացահայտի հունիս-հուլիս ամիսներին։ Բացի այդ, արդեն տպագրության են պատրաստ քրեական աշխարհի մասին պատմող նրա հեղինակած գրքերը։ Ժամանակ է գալիս, երբ որ նույնիսկ ամենահզորը պետք է իր տեղը զիջի կամ հանգստանա։ Քանի որ այդ աշխարհում հանգստանալ ասածը, հեռանալ ասածը զուտ հարաբերական է։ Քրեական աշխարհի երկու կնքահայրերի Սվոր Ռաֆի ու Ձեթ Հասանի կանայք ծնվել ու մեծացել են Թիֆլիսյան միևնույն բակում։ Սա ըստ Սերգեյ Գալոյանի։ Մոտ 2 ամիս առաջ սպանված Ձեթ Հասանի մասին պատմող գրքում ըստ հեղինակի կան բազմաթիվ նոր ապացույցներ ու փաստեր քրեական աշխարհի պատերազմների ու կնքահոր գործունեության մասին։ Օրինակ, թե ինչ հարաբերություններ են եղել Սվոր Ռաֆի ու Ուսոյանի միջև, կամ ով է եղել Ձեթ Հասանի սպանության պատվիրատուն։ Պատվիրատուն տարել Օնի Անին է։ Դա հաստատ է, ես դա կարող եմ հաստատ ասել։ Եվ տարել Օնյանի հետ կապված այս հարցերը վերջնականապես, այսինքն վերջնականապես լուծվելը գիտեք ոնց կլինի, երբ որ Ձեթ Հասանի կլանի, այսինքն խմբավորման ղեկավարը գա իր աթոռին նստի։ Սերգեյ Գալոյանը Ձեթ Հասանի մասին սկսել է գրել 2010-ին Ուսոյանի դեմ մահափորձից հետո։ Ըստ հեղինակի, Ձեթ Հասանը հաճախ էր գալիս Հայաստան, տարին գոնե մեկ անգամ, Սվոյի թաղման կամ ծննդյան օրը։ Գալոյանը մի անգամ հանդիպել ու երկար զրուցել է Ձեթ Հասանի հետ։ Մյուս գրքում Սերգեյ Գալոյանը անդրադարձել է Միացյալ Նահանգների քրեական աշխարհի հայ հեղինակություններին։ Տիգրան Զարեյան, Միքայել Թումանյան, Arnews։